Կրակի պահպանման համար վառելիք է անհրաժեշտ։ Ղևտական գրքի 6:12-ում խոսքը գնում է այն բանի մասին, որ քահանաները պետք է վառած պահեին կրակը զոհասեղանի վրա, փայտ դնելով։ Շատ մարդիկ սկսում են վառվել Աստծո համար, բայց հետո սառում են, քանի որ փայտ չեն գցում այդ կրակի մեջ։ Այդ փայտերը, բացի այլ բաներից, կարող են դառնալ ձեր հնազանդությունը եւ այն բանի կատարումը, ինչ ձեզնից սպասում է Հիսուսը։ Երբ դուք վերցնում եք ձեր խաչը, ուրանում եք ձեր անձը եւ սկսում եք կարգապահության ընտելացնել ձեզ հոգեվոր առումով։ Մենք գալիս ենք տարբեր հոգեվոր կարգապահությունների ոչ թե նրա համար, որ Աստված մեզ ավելի շատ սիրի կամ որ փրկություն ստանանք, այլ մենք դա անում ենք, որպեսզի Աստծո կրակը վառվի մեր կյանքերում։ Եթե դուք դադարել եք վառվել Աստծո համար, ամենայն հավանականությամբ դա տեղի է ունեցել, որովհետև դադարել եք փայտ գցել կրակի մեջ։ Աստծո զոհասեղանը ձեր կյանքում դատարկվել է։ Եթե դուք ուզում եք միշտ վառվել Աստծո համար, ապա հիշեք, Աստված ուղարկում է կրակ, բայց դուք այն պետք է պահպանեք, գցելով նրա մեջ վառելիք։